GAIP աշխարհում շատերին հայտնի հապավումով է ավթապ Հասանը ստորագրում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի հետ կնքվող պայմանագիրը։ Միջազգային կազմակերպությունը ապահովագրական տեխնոլոգիաների ինշուրթեք պրոֆեսիոնալների գլոբալ ասոցիացիան է։ Փաստաթղթով հայտարարում են, համագործակցություն են սկսում միավորում ջանքերը երկրի ապահովագրական համակարգերի տեխնոլոգիական վերազինման եւ միջազգային ինտեգրման խորացման ուղղությամբ։ Առաջին քայլով Երևանում հունիսի 4-ին ինշուրթեք Արմենիա միջազգային ֆորում կանցկացվի, ներկայացնելու ուր է հասել աշխարհն այս ոլորտում եւ ինչ նոր լուծումներ կարող ենք բերել մեր շուկա, ասում է բյուրոյի ղեկավարը։ Միջոցառմանը մասնակցելու են ինչպես եվրոպական, այնպես էլ ԱՄՆ, Կանադա եւ Միջին Արևելքի մի շատ երկրների առաջատար կազմակերպություններ ապահովագրական եւ տեխնոլոգիական ոլորտի, որը շատ կարևոր է մեր ապահովագրական համակարգի զարգացման համար։ Վաղինակ Եղիազարյանը հստակեցնում է, սպասվող համաժողովը միայն ավտոապահովագրության թեմայով չի լինելու, այլ ապահովագրական բոլոր տիպի ծառայությունների, լինի գյուղապահովագրություն, առողջապահական, թե տան կամ տեղափոխվող բեռի, նաև բոլոր այն օղակների, որոնք առնչվում են տվյալ շուկային, լրացնում է GAIP-ի հիմնադիր նախագահը, բացատրում։ Ապահովագրությունը մինչև այժմ գրեթե ամենուր մասնատված է զարգացել, ապահովագրողները մտածում են հանկարծ տեխնոլոգիական լուծումներն ու արհեստական բանականությունը չխլեն իրենց բիզնեսը, այնինչ արդեն եկել է տվյալներն ու տեխնոլոգիաները մեկ հարթակից աշխատեցնելու ժամանակը։ We are not talking about just pure insurance. Մենք չենք խոսում միայն զուտ ապահովագրության, այլ աշխարհի տարբեր անկյուններում գրանցվող այս կամ այն օրինակ բժշկական նորարարության արդյունքը առողջապահական ապահովագրությունում կիրառելու մասին։ Ուսումնասիրում ենք, թե ինչպես կարելի է աջակցել ֆերմերներին եւ առհասարակ մարդկանց ինչպես պաշտպանել ջրհեղեղ երկրաշարժ կամ բնական այլ աղետների վնասից։ Ավտոապահովագրության պարագայում, երբ ամեն օր վթարներ ու ֆինանսական պահանջներ են լինում, տեխնոլոգիաները կարող են օգնել կարգավորել այս վեճերը։ GAIP-ը միավորում է ապահովագրող վերապահովագրողներից մինչև կարգավորիչ մարմին ու վնաս գնահատողներ, տեխնոլոգիական մատակարարներ, նորարարներ, ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներ, առաջնորդվում մեզնից ոչ ոք այնքան խելացի չէ, որքան մենք բոլորս միասին կարգախոսով։ Ոլորտի գիտակների, ներդրողների ժամանման եւ արդյունավետ քննարկումների մեծ ակնկալիք ունեն համաժողովից, ասաց Եղիազարյանը։ Այս պահի դրությամբ իհարկե ապահովագրական ոլորտը դեռևս առաջատարը չի մեր ֆինանսական համակարգում, բայց շատ կարևոր է զարգացման համար ներկայիս դարաշրջանում թվայնացման տեխնոլոգիաների կիրառման ընդլայնումը, արհեստական բանականության կիրառումը, նմանատիպ նորարարությունների կարելի է ծանոթանալ հենց այդ միջոցառման շրջանակներում։ Երևանում միջազգային ինշուրթեքը կազմակերպելու նպատակով բյուրոյին աջակցում են նաև մասնավոր ապահովագրական մեր ընկերություններն ու ֆինանսական ամբողջ շուկայի կարգավորիչ վերահսկիչ մարմին Կենտրոնական բանկը։ Հերմինե Բաղդասարյան, Հովհաննես Քյոսայան լուրեր։